Երազներով պատված մի փոքրիկ քաղաքում, մի խաղաղ փողոցի ծայրին, որտեղ առավոտները գույն են ունենում, իսկ համին երգում է ծիածանի մեղեդին, մի փոքրիկ անկյուն կա, նման երազի: Այնտեղ թաքնված է մի աշխարհ, լցված գույնով, լույսով ու երազներով: Այդ վայրը կոչվում է Անահիտ Արտ Ստուդիո: Ստուդիան հիմնադրել է Անահիտ անունով արվեստի սիրահարված մի աղջիկ, ով հավատում էր, որ յուրաքանչյուր մարդ իր ներսում մի պատմություն ունի: Նա երկար տարիներ վրձինների ու ներկերի լեզուն սովորելով, որոշեց իր քաղաքի՝ Եղվարդի սրտում ստեղծել մի անկյուն, որտեղ գույները խոսում են, իսկ երազանքները ստանում են ձև ու նկար: Մի օր ստուդիա մտավ մի ամաչկոտ տղա, ով երբեք չէր նկարել, բայց միշտ երազել էր: Անահիտը նրան տվեց մի դատարկ թուղթ և ժպտալով ասաց. «Այստեղ կարող ես նկարել ոչ միայն այն, ինչ տեսնում ես, այլև այն, ինչ զգում ես»: Տղան փակեց աչքերը, վրձինն ընկավ թղթի վրա և այնտեղ ծաղկեց մի աշխարհ: Անահիտ Արտ Ստուդիոն այդ օրվանից դարձավ մի տեղ, որտեղ ոչ միայն նկարում են, այլև բացահայտում սրտի և երևակայության գաղտնի լեզուն: Երեխաներն այնտեղ գտնում են իրենց ներսի գույնը, իսկ մեծահասակները՝ մոռացված երազանքների ելք: Ամեն օր այստեղ հավաքվում են երեխաներ, պատանիներ, ովքեր ուզում են մի պահ կտրվել առօրյայից ու մտնել մի աշխարհ, որտեղ ժամանակը կանգ է առնում: Նրանք նկարում են արևներ, որոնք երբեք չեն մարում, ծառեր, որոնք խոսում են, և պատուհաններ, որոնք բացվում են դեպի ներս, հոգու մեջ: Ստուդիայի պատերին կախված են ոչ թե պարզապես նկարներ, այլ պահված հիշողություններ, մանկական հույսեր ու երբեմն լուռ աղոթքներ, ներկված վրձնի ամեն մի հպումով: Անահիտ Արտ Ստուդիոն այսօր մի փոքրիկ մոգական կետ է Եղվարդի քարտեզի վրա, բայց ներս մտնելուց հետո հասկանում ես, այն այնքան էլ փոքր չէ, այնտեղ տեղ կա բոլորի երազանքների, բոլորի սրտի համար: